Եվրամիությունը Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն է ստեղծում, ինչով է այն զբաղվելու։ Նոր սահմանադրությունում հղումն անկախության հռչակագրին կնշանակի Ադրբեջանի հետ կոնֆլիկտի վերսկսում, Փաշինյանը մայրօրենքի փոփոխության անհրաժեշտության մասին։ Պահանջվում է ՄԻՊ-ի ակտիվ ներգրավվածությունը, Ռուբեն Վարդանյանի ուղերձը Հայաստանի օմբուդսմենին, հայ-ադրբեջանական բանակցություններում ինչու է անտեսվում գերիների հարցը։ Մակրոնը կգա Հայաստան, երբ է նախատեսվում Ֆրանսիայի նախագահի պետական այցը։ Մերձավոր Արևելքում կվերսկսվի պատերազմը, կորոշի Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների երկրորդ ռաունդը, Վենսն ու Խալիբաֆը շտապում են Իսլամաբադ, Թրամփն էլ նոր սպառնալիքներ է հնչեցնում։ Պետական դպրոցներում կրթության մակարդակը բարձրացնելու փոխարեն պետությունը պատրաստվում է մասնավորում սովորողների ուսման վարձը փոխհատուցել կրթության փորձագետների մտահոգությունը։ Երևանում ավտոբուսի վարորդին տնկահարողը ոչ սթափ է եղել, ինչ վիճակում է վարորդը եւ ինչու են հաճախակի դարձել ուղևորցի շուրջ վարորդ ուղևոր բախումները։ Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով չի կոչվի առայժմ։ Երևանի ավագանուն մեծամասնությունը բոյկոտել է հարցի քվեարկությունը։ Բաքվի հերթական վանդալիզմը, իբր խաղաղության ճանապարհը բռնած Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Եվ ջրի տակն անցած փարաքարի փողոցները, տղամարդիկ մի կերպ գրկած են կնոջը դուրս բերել խորտակված մեքենայից։ Արմենիայի եթերում նորությունների գլխավոր ժամն է, բարի երեկո, ես Շահանե Մեժլումյանն եմ, ամենակարևորն ու դիտարժանը մեր եթերում։ Եվրամիության արտգործնախարարները հաստատել են Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն ստեղծելու նախաձեռնությունը։ Ըստ հրապարակված տեքստի, առաքելությունը կօգնի Երևանին պայքարել հիբրիդային սպառնալիքների դեմ, ինչպիսիք են ընտրական գործընթացներին արտաքին միջամտությունը, կիբերհարձակումները եւ անօրինական քաղաքական ֆինանսավորումը։ Առաքելությունը կսկսի գործել առաջիկա ամիսներին, կունենա 2 տարվա մանդատ։ Արդեն ստացվել է Երևանի արձագանքը, Հայաստանը ողջունում է մեր երկրում Եվրամիության նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին Եվրամիության որոշումը, որը նպատակ ունի աջակցել Հայաստանի ժողովրդավարական դիմակայության ամրապնդմանը, խառնածին սպառնալիքների հասցեագրմանը, հայտնում են Հայաստանի արտգործնախարարությունից։ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության օրակարգի հարցերն է վարչապետ Փաշինյանը քննարկել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնի հետ։ Անդրադարձ է եղել համագործակցության զարգացման հեռանկարներին, նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով ծրագրերի արդյունավետ իրականացմանը։ Հայաստանում է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակությունը ղեկավար Ժիլբեր Լյուկ Դվինազի գլխավորությամբ։ Ընդունելով պատվիրակությանը վարչապետը բարձր է գնահատել բարեկամական խմբի հետևողական աջակցությունը Հայաստանին, կարևորել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, ընդգծելով, որ այդ ուղղությամբ առաջիկայում սպասվում են կարևոր իրադարձություններ։ Փաշինյանը շեշտել է, որ բոլոր մակարդակներում Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի մեծապես գնահատելի է։ Սենատի բարեկամական խմբի ղեկավարի խոսքով այսօր Հայաստանում նկատվում է անդոր, որը միտված է դեպի խաղաղության։ Եվ արդեն տեղեկություն կա, որ մայիսի 5-ին պետական այցով Հայաստանում կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Ֆրանսիայի նախագահի այցի կարևորության մասին խոսել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ու Ֆրանսիայի դեսպան Օլիվիե դը Կոտինին։ Նրանք առանձնահատուկ ընդգծել են մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ հաջորդ օրը մայիսի 5-ին Մակրոնի պետական այցի շրջանում Հայաստանում գտնվելու կարևորությունը։ Հայաստանը մայրօրենքը փոխելու նախաշեմին քաղաքագետների կարծիքով իշխող ուժը սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է արտաքին պարտադրանքով։ Անցյալ շաբաթ վարչապետը փոփոխության անհրաժեշտությունը արդարադատության համակարգում խայտառակ վիճակով պայմանավորեց։ Այսօր էլ Facebook-յան ուղիղ եթերում չի թաքցրել իր դիրքորոշումը պնդել, նոր սահմանադրությունը պետք է հղում չպարունակի անկախության հռչակագրին, քանի որ ըստ նրա դա կնշանակի Ադրբեջանի հետ կոնֆլիկտի վերսկսում։ Ժամի անդրադարձը։ Վերջին 1-2 շաբաթվա ընթացքում իշխանական շրջանակներում ավելի են ակտիվացրել Հայաստանի մայրօրենքը փոխելու քննարկումները։ Իշխանական թևը հիմա էլ հայտարարում է, թե սահմանադրական փոփոխություններ կատարելը կարևոր է, քանի որ երկրում անարդար երևույթներ կան, դժգոհություն կա, օրինակ դատական համակարգից։ Ինչի համար է կարևոր մեզ համար սահմանադրության, նոր սահմանադրության ընդունումը, որովհետև պետության եւ քաղաքացու հարաբերությունների մեջ մեր երկրում կա
որոշակի շարունակական լարում։ Եվ այդ լարման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը Հայաստանի Հանրապետությունում հաստատված է իր կողմից, եւ ոչ միայն չկա ընկալում, այլև չկա այդպիսի իրողություն։ Իրավագետները, սահմանադրագետները սակայն այնքան էլ համաձայն չեն, որ օրինակ երկրում դատական բյուրոկրատիան սահմանադրության փոփոխությունից հետո այլևս կվերանա։ Ասենք օրինակ դատական բյուրոկրատիա, դա ամենևին սահմանադրությունից չէ, դա գալիս է օրենքներից, մշակույթից, մտածելակերպից եւ այլն, տարբեր գործոն։ Կրկնում եմ, դատական բյուրոկրատիան, դատականության ժամկետները, չեմ կարծում, որ սահմանությունը կլուծի։ Ըստ իրավաբանների, սահմանադրական փոփոխությունները Հայաստանում ավելի շատ գաղտնիության պայմաններում են իրականացվում եւ ոչ բոլոր շրջանակներն են տեղյակ ընդհանրապես ինչ փոփոխություն է լինելու։ Սահմանադրություն փոփոխելիս առաջին հերթին իրավագետները պետք է կարծիք հայտնեն դրա վերաբերյալ եւ ոչ թե քաղաքական գործիչները։ Ոչ ոք չգիտի թե ինչն են փոխում եւ ինչու են փոխում, բացի անորոշ ընդհանուր հայտարարություններից։ Բայց քաղաքական որոշումը կայացվել է մեծամասնության կողմից, որ սահմանությունը պետք է փոխվի, ընդ որում առանց Արցախի ինքնորոշման մասին պրեամբուլային։ Օրինակ 2015-ի սահմանադրությունն ընդունելուց առաջ հայեցակարգ հրապարակվեց եւ հանրությունը հասկացավ, թե խնդիրը որն է։ 2005-ին էլ, երբ ընդունվում էր Հայաստանի սահմանադրությունը, շատերը գիտեին, որ պատճառը Եվրախորհրդին միանալն է։ Այն ժամանակ քաղաքական առաջադրանք կար, որ այդ փոփոխությունները պետք է կատարվեն, քանի որ առանց դրա հնարավոր չէր լինի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։ Հիմա մենք չգիտենք, թե ինչն են ուզում փոխել։ Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կամ պետական կառավարման համակարգում։ Այնպես որ ոչ մի որոշակի բան չեմ կարող ասել։ Իսկ մուսульման հայտարարությունները, որ ընչել են, որպես պատճառաբանություն, թե ինչը պետք է սահմանադրությունը փոխել, դրանք չեն համոզում, որպես ոլորտի մասնագետ։ Գործադիրի ղեկավարը Facebook-յան ուղիղ եթերում եւս մեկ անգամ կրկնեց. նոր սահմանադրությունը հղում անկախության հռչակագրին պետք է չներառի ու փորձեց բացատրել, թե որն է դրա հիմնավորումը։ Եթե մենք այսօր ընդունենք նոր սահմանադրություն եւ այդ սահմանադրության տեքստի մեջ նախաբանում լինի հղում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ։ Եթե վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, այդ նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ։ Շատ հաճախ նախաբանները դրանք զուտ արձանագրում են պատմական փաստ, որը չի նշանակում նորմատիվ բնույթի ուղենիշ, որ մենք հենց այսպես էլ պետք է ապրենք։ Ուստի, եթե նույնիսկ Արցախի անկախության մասին նշված է սահմանության պրեամբուլային, կարելի է նաև դրան մոտնալ որպես ուղղակի պատմական էպիկական պայի տակ եղած, ասենք, պատմական փաստի ամրագրում։ Փաշինյանն անդրադարձավ նաև ընդդիմադիր դաշտում տարածված ձևակերպումներին, թե սահմանադրության փոփոխությունը պարտադրանք է Ադրբեջանի կողմից։ Փաշինյանը հակադարձում է. սահմանադրության հարցը Հայաստանի իշխանությունները չեն քննարկում որևէ արտաքին դերակատարի հետ։ Ըստ նրա, Հայաստանը ժողովրդավարական պետություն է, եւ եթե Հայաստանի քաղաքացիները որոշեն այլ կերպ, ինքը որպես Հայաստանի վարչապետ, նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այդ որոշումը կընդունեն ի գիտություն։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ուղերձ Հայաստանի օմբուդսմենի Բաքվի բանտից 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ է խնդրել իր ուղերձը փոխանցել։ Վարդանյանի խոսքով կան հանգամանքներ, որոնք պահանջում են Հայաստանի ՄԻՊ-ի ակտիվ եւ հետեւողական ներգրավվածությունը։ Ռուբեն Վարդանյանը Հայաստանի օմբուդսմենին խնդրել է դիտարկել նրա եւ հայ բանտարկյալների հարազատների Բաքու այցելելու հնարավորությունը։ Եթե Երևանն ու Բաքուն տնտեսական հարաբերություններ են կառուցում, ինչու է անտեսվում հայ գերիների խնդիրը։ Հարցնում է Վարդանյանը։ Բաքվի բանտերում հարցեր կան, որոնք ուղիղ ազդեցություն ունեն այնտեղ ապօրինաբար պահվող հայերի անվտանգության, առողջության եւ արժանապատվության վրա։ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ընտանիքին է փոխանցել։ Օրերս հանդիպել է Ադրբեջանի օմբուդսմենի հետ, առաջ բերել ինչպես կենցաղային, այնպես էլ բժշկական, իրավական, մարդասիրական ու նույնիսկ դիվանագիտական հարցեր, որոնք եւ իր եւ մյուս գերիների պահման պայմաններին են վերաբերվում։ Վարդանյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին է դիմում։ Տևական ժամանակ կտրված են աշխարհից հարազատներին հանդիպելու հնարավորություն չկա, իրենց վիճակը գնահատող անկախ մոնիթորինգ նույնպես Ադրբեջանից վտարված է Կարմիր խաչի մարդասիրական միջազգային պատվիրակությունը։ Այս պայմաններում Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար պատասխանատու հաստատությունը որևէ նախաձեռնողականություն չի ցուցաբերում։ Մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը եւ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը, սակայն այս նախաձեռնությունը դեռևս չի իրականացվել։
Վարդանյանը նաև ընդգծել է, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն տնտեսական բանակցությունների մեջ են, այդ դեպքում ինչու են շրջանցում իրենց գերիների կյանքի, առողջության և իրավունքի պաշտպանության հարցերը։ Փոխարենն Ադրբեջանը մարդու իրավունքների եվրոպական դատարանում չի պլստում, չնայած հերթական դիմումին վերացնելու Եվրադատարանի միջանկյալ միջոցը, որը Բաքվին պարտավորեցնում է հայ գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի մասին պարբերաբար հաշվետվություն ուղարկել Ստրասբուրգ, ՄԻԵԴ կշարունակի Ադրբեջանից պահանջել այդ փաստաթղթերը։ Ադրբեջանի համար շատ կարևոր է փակել այս հարցը, քանի որ միջանկյալ միջոց է, այդ նշանակում է, որ խնդիր առկա է ու արդիական է։ Իրենք ամեն ինչ անում են, որպեսզի այդ հարցը փակվի եւ ընդհանրապես որևէ մեկը, հատկապես միջազգային հարթակներում մեր գերիներով եւ անազգության մեջ գտնվող ընդհանուր հայերով չհետաքրքրվի։ Իսկ դատարանի կողմից այդ միջոցի երկարաձգումը նշանակում է, որ դեռևս շատ կարևոր է դա, դեռևս գտնում են, որ ռիսկ առկա է եւ հիմնավորված է մեր մտահոգությունը պահանջը, որպեսզի պարբերաբար տեղեկություններ տրամադրեն եւ դուրս չմնան միջազգային վերահսկողությունից։ Այստեղ Եվրադատարանը միջազգային իրավունքի մասնագետի համոզմամբ հաշվի է առել նաև Ադրբեջանի իշխանությունների պրակտիկան, գերիներին խոշտանգման ենթարկելու, նույնիսկ սպանելու նախկին փորձը։ Ինչ պետական գանգատով եւ հետո անհատական գանգատներով բոլոր միջնորդությունները, որքանով որ տեղյակ եմ, բավարարվել են դատարանի կողմից, հենց հաշվի առնելով այցում նաեւ նախորդիվ արձանագրված խնդիրները։ Այս հետնապատկերում հարցը մնում է նույնքան սուր, որքան անպատասխան, մինչև միջազգային կառույցները շարունակում են Բաքվից պահանջել հաշվետվություններ, մասնագետներն ասում են մարդկանց իրական ճակատագրերը այսօր էլ շարունակում են կախված մնալ քաղաքական կամքի բացակայությունից, եւ քանի դեռ փակ դռների հետևում գտնվող պատմությունները մնում են ստվերում, փորձագետների խոսքով լռությունը ոչ թե չեզոքություն, այլ դիրքորոշում է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Նոր սկանդալ է հասունանում Բաքու-Բրյուսել, Բաքու-Ամստերդամ հարաբերություններում այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանի արտգործնախարարություն են կանչել Բելգիայի և Նիդերլանդների դեսպաններին կապված այդ երկրների խորհրդարանների կողմից ընդունված փաստաթղթերի հետ, որոնք առնչվում են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին։ Ըստ լրատվամիջոցների փաստաթղթերում հղումներ են եղել Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման, հայկական ծագում ունեցող անձանց իրավունքների և նրանց անօրինական ձերբակալության վերաբերյալ։ Այժմ այն մասին, թե ինչ ենք դիտելու թողարկման հաջորդ հատվածում։ Մերձավոր Արևելքում կվերսկսվի պատերազմը, կորոշի Իրան-Միացյալ Նահանգներ բանակցությունների երկրորդ ռաունդը, Վենսն ու Խալիբաֆը շտապում են Իսլամաբադ, Թրամփն էլ նոր սպառնալիքներ է հնչեցնում։ Պետական դպրոցներում կրթության մակարդակը բարձրացնելու փոխարեն պետությունը պատրաստվում է մասնավորում սովորողների ուսման վարձը փոխհատուցել, կրթության փորձագետների մտահոգությունը։ Երևանում ավտոբուսի վարորդին տնկահարողը ոչ սթափ է եղել, ինչ վիճակում է վարորդը եւ ինչու են հաճախակի դարձել ուղևորցի շուրջ վարորդ ուղևոր բախումները։ Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով չի կոչվի առայժմ։ Երևանի ավագանուն մեծամասնությունը բոյկոտել է հարցի քվեարկությունը։ Ժամը շարունակում է աշխատանքը Արմենիայի ուղիղ եթերում։ Այժմ Մերձավոր Արևելք, Իսլամաբադում վաղը նախատեսված է Իրան-Միացյալ Նահանգներ պատվիրակությունների բանակցային գործընթացի երկրորդ ռաունդը։ Միացյալ Նահանգների պատվիրակությունը կգլխավորի փոխնախագահ Ջեյդի Վենսը, իրանականը խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։ Քաղաքագետ վերլուծաբանների համայնքում սակայն համարում են, որ Իսլամաբադի բանակցությունները կձախողվեն, կողմերը ընդհանուր հայտարարի չեն գա։ Իրանական կողմը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով այլևս չի վստահում ամերիկացիներին, հայտնելով, որ Թրամփը ու իր վարչակազմը խոստումները չեն պահում եւ Միացյալ Նահանգների հետ բանակցել է անլուրջ է։ Թրամփն էլ հայտարարել է, որ եթե իրանական կողմը այս անգամ էլ չընդունեց ամերիկյան պայմանները միջուկային զենքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ, ապա հերթական ռազմական գործողությունները չեն բացառվում։ Փորձում է Միացյալ Նահանգները սպառնալիքների ներքո փորձի Իրանին բանակցությունների սեղանին բերի, միայն բանակցությունների մասնակցելը չէ, պետք է ինքը ընդունի, որ 40 օրվա պատերազմում ամբողջ իրենց ուժերով արտաքվել Իրանի վրա եւ անընդհատ սպառնալիքներով չեն կարողացել Իրանին զենքի բերել, այս գործառույթով Իրանի դեմ ոչ մի բան չեն կարող անեն եւ միայն փոխզիջումային տարբերակով կարան հարցերին լուծում տան։
Ավելի ուշ Թրամփը համարյա թե խոստովանել է, թե Միացյալ Նահանգները շահագրգռված չեն Իրանի հետ հրադադարի ռեժիմի երկարաձգմամբ։ CNBC հեռուստաընկերության ուղիղ եթերում պատասխանելով հարցին, թե պատրաստ է արդյոք երկարաձգել Իրանի հետ հրադադարի ժամկետները, Թրամփը ասել է, թե չի ուզում դա անել։ Նա ասել է, թե Իրանը բազմիցս խախտել է հրադադարի ռեժիմը։ Թրամփն ասել է, որ Միացյալ Նահանգները օգտագործել է Իրանի հետ ռազմական գործողությունների դադարը վերազինման համար եւ այժմ նրանց ռազմական հզորությունը տարածաշրջանում ավելի բարձր է, քան նախքան էպիկական կատաղություն գործողության մեկնարկը։ Իրանը լիովին պատրաստ է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ պատերազմի հնարավոր վերսկսմանը, եթե Իսլամաբադում բանակցությունները չսկսվեն, հայտնել է Թասնիմ գործակալությունը։ Վերջին շրջանում Իրանը պատերազմի հավանականությունը մեծ է համարել եւ իրականացրել է որոշակի ռազմական տեղաշարժեր եւ այդ նպատակով պատրաստել թիրախների նոր ցուցակ։ Այս հիմքով Իրանը պատրաստ է հնարավոր պատերազմի հենց առաջին վայրկյանից եւս մեկ դժոխք ստեղծել ամերիկացիների եւ իսրայելցիների համար, գրված է Թասնիմի հաղորդագրության մեջ։ Բողոքի ցույց Միացյալ Նահանգներում ընդդեմ Իրանի հետ պատերազմի ամերիկյան ռազմական վետերանների եւ զինծառայողների հարազատների մի խումբ ցույց է անցկացրել Միացյալ Նահանգների Քենոն Հաուսի գրասենյակային շենքում։ Նրանք իրենց բողոքն են արտահայտել ընդդեմ Իրանի հետ պատերազմի եւ Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների։ Ոստիկանությունը ցրել է բողոքի ցույցը, ձերբակալելով 62 մասնակցի։ Հայաստանի արտգործնախարարությունը շնորհավորել է Իսրայելի կառավարությանը եւ ժողովրդին անկախության օրվա կապակցությամբ։ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը եւ ուսումնասիրել համագործակցության նոր հնարավորությունները, նշված է արտգործնախարարության հաղորդագրության մեջ։ Ուժեղ Հայաստանն ու ապրելու երկիրը միասին կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին։ Կուսակցությունները համագործակցության հուշագիր են ստորագրել, միավորում են իրենց քաղաքական, կազմակերպչական եւ մարդկային ներուժը առաջիկա համապետական ընտրություններին մասնակցելու նպատակով, ձևավորելով միասնական քաղաքական օրակարգ։ Արդեն 4 քաղաքական ուժերից բաղկացած դաշինքը ի դեպ հրապարակել է նախընտրական ցուցակը, падգամավորության շուրջ 200 տեխնացու ունեն։ Բոլոր համայնքներ, Հայաստանի բոլոր մասեր մեր այցելության ժամանակ մենք դա զգում ենք, որ ժամանակն է եկել մեր երկրում փոփոխության, ժամանակն է եկել արդարության վերականգնման։ Այն արդարության, որ մեր ազգի ուժեղ որդիները պետք է իրենց տեղը զբաղեցնեն մեր երկրի վերակառուցման գործում, չլինեն կալանքի տակ։ Մենք համոզված ենք, որ Սամվել Կարապետյանը, ով ունի բացառիկ ներդրում Հայաստանի եւ Արցախի կյանքում, չի խնայելու ոչինչ մեր հայրենակիցների վերադարձի հարցում։ Եվ որպես ապագա իշխանություն, եւ որպես հայորդի, ում համար ազգային արժանապատվությունը եւ հայրենասիրությունը անձնական առաջնահերթությունները։ Դատախազության հակասական պատկերը Transparency International-ի զեկույցում է։ Հակակոռուպցիոն այդ կենտրոնը այսօր հրապարակել է նախորդ 3 տարիներին դատախազության գործունեության ուսումնասիրության արդյունքները։ Զեկույցում ֆիքսվել է, որ կոռուպցիոն վարույթների 66-ից 80%-ը կարճվել է, մեծ մասը արդարացնող հիմքերով, ինչը վկայում է նախաքննության որակի ինստիտուցիոնալ խնդրի մասին։ Կոռուպցիոն հետապնդումների միջին մակարդակը կազմել է ընդամենը 13%, ինչը զգալիորեն ցածր է միջազգային նվազագույն շեմից։ Բացի այդ, բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ նախաձեռնված գործերի շուրջ 69%-ը վերաբերում է նախկին պաշտոնյաներին, մինչդեռ դրանց արդյունքների եւ պատժամիջոցների վերաբերյալ հանրային հստակ պատկեր չկա։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչությունում իրականացված ուսումնասիրությունների գերակշիռ մասը մեկնարկել է ոչ սեփական նախաձեռնությամբ։ Սեփական նախաձեռնությամբ մեկնարկել է ընդամենը ուրեմն 24 թվականին ընդամենը 7 ուսումնասիրություն, այսինքն 4.29%, ինչը վկայում է, որ ուսումնասիրությունների 95-ից 100%-ը մեկնարկում են արտաքին ազդակների վրա եւ վարչության գործունեությունը կրում է ռեակտիվ, այլ ոչ թե պրոակտիվ բնույթ։ Աստղաբաշխական թվեր դպրոցական կրթության համար Հայաստանում շատ ծնողներ միջոցներ չեն խնայում իրենց երեխաների որակյալ կրթությունը ապահովելու հարցում, մասնավոր դպրոցներին տարեկան մի քանի միլիոնի հասնող վարձավճարներ են մուծում, դա համարելով շահավետ ներդրում իրենց զավակների ապագայի համար։ Պետական դպրոցներում կրթության որակը բարձրացնելու եւ մրցունակությունը ապահովելու հարցում մեծ անելիք ունի պետությունը, կարծում են կրթության փորձագետները։ Նրանց մտավախությունն է հարուցել նոր նախագիծը, որով պետությունը պատրաստվում է փոխհատուցել մասնավոր դպրոցներում սովորողների վարձավճարը։
Գաղտնիք չենք բացահայտի, եթե նշենք, որ Հայաստանում մասնավոր դպրոցների գերակշիռ մասը շատ ավելի որակյալ կրթություն է տալիս երեխաներին, քան պետականներից նույնիսկ լավագույնները։ Սրանում համոզվելու համար բավարար է փոքր հացախույզ անել դպրոցահասակ երեխա ունեցող ծանոթների շրջանակում։ Ինչու են ծնողները տանում իրենց երեխաներին մասնավոր դպրոց, այն ծնողները իհարկե, որոնք ֆինանսական հնարավորություն ունեն, որովհետև ըստ էության կառավարությունը ձախողել է որակյալ կրթություն տալու իր գործառույթը։ Պետական դպրոցները ցավոք սրտի չունեն այդ վարձատրության մակարդակը եւ լավագույն ուսուցիչները պետական դպրոցներից գնում են դեպի մասնավոր դպրոցներ, որպեսզի ստանան իրենց աշխատանքի իսկապես չափ վարձատրություն։ Եվ դրա համար ենք ասում, եթե մենք ուզում ենք կրթության ոլորտում ինչ-որ բան փոխել, առաջին հերթին չպետք է ձևական, այլ իրականում ուսուցչի աշխատավարձը բարձրացվի։ Պետությունը այս խնդրի համար գտել է մեկ այլ լուծում։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հրապարակել է 2027-29 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի նախագիծը, որով նախատեսվում է պետական բյուջեից փոխհատուցել մասնավոր դպրոցներում սովորող երեխաների ուսման վարձը։ Կրթության համակարգը նախ եւ առաջ արդարություն է սիրում։ Փոխանակ միջինին բերվի եւ բոլոր դպրոցները, չենք ասում մակարդակը իջեցնել, բայց պետք է ցածր մակարդակ ունեցող դպրոցների մակարդակը բարձրացվի։ Կառավարությունն ասում է, որ այն երեխաները, ում ծնողները կարող են իրենց թույլ տալ, թող երեխաներին տանեն մասնավոր դպրոցներ եւ ես կփոխհատուցեմ դրա հետ կապված ծախսերի մի մասը, իսկ այն երեխաները, ում ծնողները դրա հնարավորությունը չունեն, պետք է հաճախեն պետական ուսումնական հաստատություն եւ ստանան անորակ կրթություն։ Մասնավոր դպրոցների ճնշող մեծամասնությունը գործում է Երևանում։ Սա նշանակում է, որ մարզերի մեծ մասն այս ծրագրից ոչինչ չի ստանալու։ Սա հակասում է տարածքային համաչափ զարգացման քաղաքականությանը եւ խորացնում է սոցիալական շերտավորումը։ Նշում են մասնագետները եւ ֆիքսում, որ այս նախագիծը չի անցել հանրային քննարկում եւ բացակայում է մինչեւ 2030 թվականի կրթության զարգացման ծրագրում։ Մյուս կողմից առաջիկայում ծրագրվում է մարզերում մինչեւ 100 աշակերտ ունեցող 200-ից ավելի դպրոց միավորել հարևան համայնքների ավելի խոշորների հետ։ Այս ճանապարհով կառավարությունը հույս ունի ավելի մրցունակ կրթություն ապահովել փոքր համայնքների երեխաների համար։ Որակյալ կրթության հետ ըստ էության ուղիղ կապ չունի նույնիսկ նորակառույց դպրոցի շենք ունենալը։ Իսկ երեխաներին տանջել, օրինակ 10-12 կիլոմետր օրական տանելու բերել, դա բնավ կրթության որակի բարձրացման մասին չի խոսելու, ընդհակառակը։ Շատերը ուղղակի հրաժարվելու են։ Մենք չգիտենք ընդհանրապես թե ինչպիսին է կրթության որակը այն դպրոցներում, ուր հաճախելու են այդ երեխաները։ Այսինքն, եթե կառավարությունն ասում է, որ այս դպրոցներում ինքը չի կարողանում կրթության որակ ապահովել, ինքը պետք է ցույց տա, որ այն դպրոցներում, ուր հաճախելու են այդ երեխաները, բավարար կրթության որակ կա առաջին հերթին։ Մասնագետները նշում են, որ ԿԳՄՍ-ի միջնաժամկետ ծրագիրը, որը ենթադրում է մասնավոր դպրոցներում սովորող երեխաների ուսման վարձերի փոխհատուցում, մեծ հաշվով չունի փաստային հենք։ Այսինքն պարզ չէ, թե նշված ծախսերը ինչի համար են անհրաժեշտ եւ ինչ են տալու պետությանը հետագայում։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարողը եղել է ոչ սթափ վիճակում։ Բարեբախտաբար վարորդը թեթև վնասվածք է ստացել, նրա վիճակը այժմ նորմալ է, նա արդեն տանն է։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն է այսօր հայտնել լրագրողներին։ Ինչու են վերջին շրջանում հաճախակի դարձել ավտոբուսի վարորդների եւ ուղևորների միջև բախումները, հարցին անդրադարձ է եղել Ավագանու նիստին, որի ժամանակ այսօր ի դեպ Ավագանու մեծամասնությունը բոյկոտել է Ամիրյան փողոցը Պապ Թագավորի անունով փոխելու որոշման քվեարկությունը։ Գրանցվել է 56 անդամ։ Որում ունենք, նիստը հայտարարում եմ բացված։ Ավագանու հերթական նիստի օրակարգի նախնական տարբերակում ընդգրկված էր 51 հարց, որոնցից 13-ը տարբեր պատճառաբանություններով հանեցին, ուղարկելով լրամշակման։ Ընդդիմադիրները նկատեցին, թե վերջին 3 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները թե ծավալով, թե բովանդակությամբ փոքր են եղել եւ չեն կատարվել այնպես, ինչպես ներկայացրել են քաղաքային իշխանությունները։ Հայկ Գրիգորյանը առաջարկեց հաշվի առնելով նախկին բարեփոխումների փորձը իրականացնել համապատասխան վերլուծություններ։ Ավինյանն ասաց, որ Ավագանու ներկայիս կազմով դժվար է իրականացնել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են քաղաքին։ Բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում, նաև հենց այս դահլիճում հնչող մասնավորապես մեր ընդդիմադիր գործընկերների նարատիվների հետևանքով, որովհետև դրանք գիտեք ինչ են խրախուսում, դրանք խրախուսում են անպատասխանատու վերաբերմունք, համահրանք համայնքի եւ համայնքի սեփականության նկատմամբ։ Մենք այս դահլիճում շատ դեպքերում իրական խնդիրները չենք քննարկում։ Մենք քննարկում ենք այն ինչ այդ պահին, օրինակ ինչ որ մի խմբակցություն կարծում է, որ ավել ռեյտինգ իրենք ապահովի։ Դուք ունեք մեծամասնություն Ավագանում, ու Ավագանին ձեզ չի խանգարում որևէ բարեփոխում անելու։
Ստեղ իմ ասած էությունը դուք բաց թողեցիք։ Իմ ասած էությունը հետևյալն էր, որ ձեր ցանկացած բարեփոխման մեջ փորձեք գտնել այն թերացումները, որոնք որ ակնհայտ են, դուք էլ լավ գիտեք, որոնք են։ Ընդդիմադիրները նշեցին նաև, որ հանրային տրանսպորտի վարորդների վրա վճարումների վերահսկման պարտականություն դնելով քաղաքային իշխանությունները վերադառնում են հին, այսպես կոչված գազելային գործելավոճին։ Այստեղ էլ Ավինյանը պարզաբանեց, թե վարորդները ստանում են բարձր աշխատավարձ եւ այն պահպանելու, ինչպես նաև նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան ֆինանսական մուտքեր։ Ես ամբիոնից ասում եք, դե եկեք բոյկոտենք, հիմա ասում եմ հարբած մի հատ թափ-թփուկ, ասում եմ ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարձակվում է վարորդի վրա։ Ո՞վ է մեղավոր վարորդը, որ ասում է օրինական պահանջ է ներկայացնում, ասում է եղբայր վճարի։ Դա իր պայմանագրային պարտավորությունն է, նաև նրա համար, որ ինքը ստանա բարձր աշխատավարձ։ Եվ այո, աշխարհում բոլոր տեղերում սա արվում է։ Այսօր առավոտյան տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 20-ի ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել հանրային տրանսպորտում։ Տանակահարել են երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Ներքին գործերի նախարարությունից լրատվամիջոցների տեղեկացրել են, որ նախնական տվյալներով ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում։ Դիմում եմ մեր քաղաքացիներին պնդելով, սա ձև չի։ Վարորդը որևէ մեղք չունի, վարորդը տեղից ժողովուրդ կատարում է շատ ծանր գործ։ Կատարում է եռակի ծանր գործ հաշվի առնելով խցանումները, փոսերը, ինչու պիտի այստեղի անորակ, չմտածված, հատվածային իմպուլսիվ որոշումների արդյունքում քաղաքացի եւ վարորդ իրար ծեծեն, իրար, չգիտեմ, հայհոյեն։ Վարորդին ընդեղ եք բադրության մեջ դնում, այդ քաղաքացիներին իրար հետ եք կռվածնում, այսինքն ուր եք ուզում հասնել։ Բա հսկիչներին չի համար էիք դրել, որ մտնեն տոգանեն, խիփ քաղաքացին պիտի մյուս քաղաքացու հետ կռիվանի։ Տիգրան Ավինյանը նշեց, որ ընդդիմության ներկայացրած նարատիվների համաձայն, նույնիսկ եթե ուղևորը թանկանար ընդամենը 20 դրամով, չվճարողների թիվը միևնույնը կմնար եւ նրանց դեմ պայքարը ըստ քաղաքապետի շարունակվելու է։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Կրկին դադար մեր եթերում կվերադառնանք րոպեներ անց։ Բաքվի հերթական վանդալիզմը իբր խաղաղության ճանապարհը բռնած Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Եվ ջրի տակն անցած փարաքարի փողոցները տղամարդիկ մի կերպ գրկած են կնոջը դուրս բերել խորտակված մեքենայից։ Մեկի աշխարհկայուն երկինք ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, շարունակում ենք թողարկումը։ Պետական անտառների, անտառային հողերի եւ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության կանոնների ապահովումն ու այդ տարածքներում հրդեհային անվտանգության նկատմամբ հսկողությունը կիրականացնի էկոպարեկային ծառայությունը։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարությունը։ Մասնագետների դիտարկմամբ սրա հսկողության կենտրոնացման փոխարեն կարելի է այդ լիազորությունները վերապահել հակահրդեհային ծառայություններ մատուցող ընկերություններին։ Հրդեհի խնդիրները վերահսկելու համար հատուկ պատրաստված մարդիկ են պետք։ Չեմ կարծում, որ իրանք կարողանան դա համակարգել ու այդ հարցը լուծել։ Իվիճակի են արդյոք իրենց ռեսուրսներով, տեխնիկական հագեցվածությամբ այդ ամբողջ գործողությունները կատարել։ Այդտեղ նաև կոռուպցիոն ռիսկերի հետ խնդիր կա, աշխատակիցների ներքին կապերը, ովքեր որ ատոմներով են զբաղվում, ում որ այդ փայտանյութը պետք է, այս կոռուպցիոն ռիսկերը պիտի հաշվի առնվեն։ Ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել է, որ Ազատամուտ գյուղի հարակից դաշտում կիսաքան շինության մոտ զենք զինամթերք է թողել։ Ոստիկանները հայտնաբերել են ԱԿ տեսակի ինքնաձիգ, տոզ տեսակի ականափող հրացան, նռնակետի 8 արկ, 17 լիցքավորիչ եւ տարբեր դրամաչափի 1655 փամփուշտ։ Օրվա մյուս ուշագրավ լուրերը մեկ տեսաշարով։ Ստեփանակերտում ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին, տեղեկությունը հայտնում է Արցախ Tourism եւ Culture Development Agency-ն։ Նշվում է, որ սա մշակութային ցեղասպանության դրսևորում է, այն ուղղված է Արցախում հայկական հիշողության եւ ինքնության վերացմանը։ Քանդվում են ոչ միայն շենքեր, այլ նաեւ ժողովրդի անցյալն ու ապագայի իրավունքը։ Գործակալությունը դատապարտում է միջազգային կառույցների անգործությունը։ Կոչ է անում հարցը բարձրացնել միջազգային հարթակներում, ընդգծվում է Արցախի հայրի
վերադարձի անկախտելի իրավունքը, նաև շեշտելով, որ եկեղեցին կարևոր հոգևոր կենտրոն էր եւ ինքնության խորհրդանիշ։ Արցախից բռնի տեղահանվածները դիմում են մարդու իրավունքների եվրոպական դատարան, պնդելով իրենց սեփականության եւ վերադարձի իրավունքի խախտումը։ Այս մասին հայտնել է միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնը։ Կազմակերպության տվյալներով հազարավոր մարդիկ զրկվել են իրենց հիմնարար իրավունքներից, այդ թվում հայրենիքում ապրելու եւ գույքը տնօրինելու հնարավորությունից։ Կենտրոնը կարևորում է ոչ միայն անհատական, այլև հավաքական վերադարձի իրավունքի ճանաչումը, որպես ամբողջ ժողովրդի իրավունք։ Նշվում է, որ ներպետական իրավական միջոցները արդյունավետ չեն, քանի որ պատասխանատու կողմը Ադրբեջանն է, ուստի հիմնական հարթակը մարդու իրավունքների եվրոպական դատարանն է։ 2024 թվականի վերջից սկսած գործընթացը 2025-ին ընդլայնվել է եւ 2026-ի ապրիլի դրությամբ արդեն ներկայացվել է ավելի քան 500 գանգատ, ավելի քան 1000 անձի շահերով։ Միևնույն ժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, 2023-ի սեպտեմբերից հետո Արցախից տեղահանվել է 115365 մարդ։ Հրազդանի կիրճում նախատեսվում է ստեղծել 5.5 կիլոմետր երկարությամբ բազմագործառութային հանգստի գոտի։ Երևանի ավականին հաստատել է նախագիծը։ Կկառուցվեն հանգստի եւ մարզական գոտիներ, զբոսայգի եւ բացօթյա կինոդիտման վայր։ Նախատեսվում է նաեւ սրճարան, որպես սոցիալական շփման կենտրոն։ Տարածքը կկանաչապատվի եւ կբարելավեն հետիոտնային ու տրանսպորտային ուղիները, կմաքրվի գետը։ Ծրագիրը կնպաստի բնապահպանական վերականգնմանը։ Գորիսի բժշկական կենտրոնը տեղափոխվել 9-ամյա երեխա, որը շան հարձակման հետևանքով վնասվածք էր ստացել։ Բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել նրան հանգստացնել, քանի որ կենդանին հարձակվել է եւ կծել մեջքի հատվածում։ Նշվում է, որ երեխայի վիճակը պայմանավորված է ոչ միայն ֆիզիկական ցավով, այլ նաեւ ուժեղ վախով եւ հոգեբանական ստրեսով։ Այսպիսի դեպքերը ցավոք մեկ անգամյա չեն։ Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են դիմում բժօգնության։ Երբեմն մեկ օրում արձանագրվում են նման մի քանի միջադեպ, տեղեկացնում են բժշկական կենտրոնից Գորիսում եւ ընդհանուր առմամբ Սյունիքի մարզում թափառողջների խնդիրները շարունակում են մնալ չկարգավորված, վերածվելով իրական վտանգի, հատկապես երեխաների համար։ Տարիներ շարունակ հարցը չի ստացել համակարգային լուծում։ Նոր Հաճն Նոր Գեղի ճանապարհին Տեսլա մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տվյալների տուժածներ չկան։ Մինչև հրշեջների ժամանումը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, դեպքի վայր են ժամանել Աբովյանի եւ Եղվարդի հրշեջները։ Բարեկները սահմանազատել են տարածքը եւ ժամանակավորապես դադարեցրել երթևեկությունը։ Կրակը մի քանի անգամ մարվել է, սակայն կրկին բռնկվել է։ Ծուխն ու կրակը տեսանելի է եղել մի քանի 100 մետրից։ Իրավապահները պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ եւ վարորդի ինքնությունը։ Տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են փարաքարում ջրածածկ մեքենայից տղամարդիկ մի կերպ դուրս բերում այդ մեքենայում արգելափակված կնոջը։ Հնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվ թողարկման ավարտին եղանակ Լիլի Հովերն է տեղյակ օդերևութաբանների կանխատեսումներին։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է գերմանական Վայլենդ ապրանքանիշը, իր որակյալ և գերխնայող գազի կաթսաներով։ Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում։ Վայլենդ ձեր բնակարանի կայուն եղանակը, մեթեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի արևոտ երկնքով, առանց ստեղումների։ Ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա ևս 6 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 10-ից 16 աստիճան։ Վայոց-Ձորի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է 16-ից 20, Լոռիում 14-ից 18, Տավուշում, Արարատում, Արմավիրում առավելագույնը 20 աստիճան։ Սյունիքի հովտային գոտիներում սպասվում է 18-ից 23, Սյունիքի նախալեռներում 13-ից 18 աստիճան։ Երևանում օրը կանցնի առանց ստեղումների։ Այս գիշեր սպասվում է 6-ից 8, ցերեկը 16-ից 18, երեկոյան 12-ից 14 աստիճան։ Եվ հրաժեշտից առաջ հիշեցնեմ, մեր այս թողարկումից հետո Արմենիայի եթերում ընտրության ժամն է, այսօրվա հյուրը քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցն է։ Այսքանն էինք պատրաստել այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս եւ մաղթում խաղաղ գիշեր։